Լևոն Քոչարյան։ Պարոն Ֆարմանյան, երբ որ դուք տեխնացու եք ու քննարկումներ ներգնում ձեր ընտրելու հետ կապված, այսպես փորձ արվեց քաղաքացիական պայմանագրի պատգամավորների կողմից, գրեթե 91 թվից սկսած պետք ամբողջ համակարգի այս ենթադրյալ ու իրական բացթողումները ձեր հետ կապելու, ու նաև այս համատեքստում պատգամավորներից մեկը, եթե չեմ սխալվում, ասեց, որ ձեր դեմ ինչ-որ հաղորդում պետք է ներկայացվի կամ ժողովրդի լեզվով ասած, այսպես գործ տալու մասին ակնարկեց, ինչ-որ նորություն կա։ Կներեք, պարոն Քոչարյան, կներեք, ձեր ասածը քրեական ենթամշակույթի բաղադրիչ է։ Հաղորդում ներկայացնել, կներեք, պարոն Քոչարյան, ոչ։ Այսօր ներողություն չեք խնդրել։ Պարոն Քոչարյան, կներեք, ձեր ասածը քրեական ենթամշակույթի բաղադրիչ է։ Ես եմ ընտրում իմ խոսքը ու եթե դուք զգուշացում։ Ինչի համար։ Հաղորդում։ Ուրեմն լսեք միջև վերջ կասեմ ինչ նկատի ունեմ։ Պարոն Քոչարյան, ասում եմ ձեր ասածը քրեական ենթամշակույթի բաղադրիչ է։ Ասում եմ հիմա դուք ինձ լսեք, պարոն Քոչարյան։ Ձեր ասածը քրեական ենթամշակույթին ոչ դուք չեք խոսում, անջատեք պարոն Քոչարյանի վերջացնեմ նոր կարող եք անջատեք պարոն Քոչարյանի խոսափողը։ Ես եմ խոսում պարոն Քոչարյան, ուրեմն լսեք ինձ։ Ասում եմ ձեր ասածը քրեական ենթամշակույթին բնորոշ խոսույթ է։ Հայաստանի Հանրապետությունում չկա նման բան ու չկա մի պատգամավոր, որ կարա այս դահլիճում ոստիկանությանը հաղորդում ներկայացնելը անվանի գործ տալ։ Եթե կա նման պատգամավոր, նրա խոսափողը կանջատվի։ Հաջորդ հարցը Մեսրոպ Մանուկյան։ Կա հաղորդում ներկայացնել ու կա գործ տալ, դա երկու տարբեր բաներ են։ Պարոն Եղոյան, նստեք, ձեզ հայտարարվում է նախազգուշացում, նստեք ու մի միջամտեք։ Պարոն Եղոյան։ Պարոն Եղոյան, մեկ նիստի ընթացքում դուք զրկվում եք խոսափողից հանդես գալու իրավունքից։ Պարոն Եղոյան։ Մեսրոպ Մանուկյան, համեց։ Պարոն Ֆարմանյան, կպատասխանեք, թե ինչ է հավատում։ Պարոն Ալեքսանյան, կարծում եմ երեկոյան Հիմա ում հերթնարարն ներողություն։ Այդ արդեն ես կապ չունեի, պարոն Մանուկյան։ Մի հատ վերականգնեք իմ րոպեն։ Վերականգնեք պարոն Մանուկյանի ժամանակ։ Պարոն Ալեքսանյան, կարծում եմ երեկոյան նորից վառ համակարգի կարիք է կզգանք, բայց այն հարցադրումները, որ տալիս էիք պարոն Ֆարմանյանին, թե 400,000 դրամով ոնց այտենց փողերի տեր դարավ Գագիկ Խաչատրյանը, օրինակ ես կպատասխանեի Գևորգ Սաղոյանի նման, բայց մի հարցս էլի, պարոն Ֆարմանյան, տեսեք ձեր տեխնացիան ժամանակ, այտենց ձեր կենսագրության, միջև երևի ձեր պապու պապերին, ով ինչ մեղք ուներ գործած անդրադարձան։ Ինձ հետաքրքիր է, մի հատ ուրիշ արժանավոր տեխնացուի եք ներկայացրել, մտաբախություն չունեք, որովհետև ՔՊ-ի մոտ գործում է երկակի ստանդարտներ, եթե նույն ձևով բծախնդիր